Պարոն Անդրեասյան, SMS-ով դուրս եկաք, SMS-ով հետ եք եկել։ Ճիշտն ասած, SMS-ով դուրս չեմ եկել, իմ դիմումով եմ դուրս եկել եւ իմ դիմումով էլ մտել եմ համակարգ պետական նորից։ Սա լուրջ վերաբերմունք է պետական աշխատողի նկատմամբ, որ անկախ կառույցի ղեկավարին այնուամենայնիվ տեղեկությունների համաձայն Նիկոլ Փաշինյանն անձամբ է հրահանգում դուրս գալ։ Նախ վարչապետը ինձ որպես բարձրագույն դատական խորհրդի նախագահի երբեք հրահանգներ չի տվել, ես դա կարող եմ ձեզ երաշխավորել։ Ինչ վերաբերում է SMS հաղորդագրությանը, ես նախկինում էլ առիթ ունեցել եմ ասել, երևի այդ հարցազրույցից որևէ մեկը չի դիտել Civilnet-ին, հուսամ կտեսնեք, որ սա նոր չեմ ասում, որ առաջինը ես եմ վարչապետին դեռևս 2024 թվականի գարնանը SMS հաղորդագրություն ուղարկել իմ ցանկությունների մասին, ուղղակի հարգելով մեր համատեղ աշխատանքը, չէ, SMS հաղորդագրության մասին, աշխատանքից հեռանալու մասին եւ դրանից հետո արդեն նույն թվականի ամռանը Պետրոս Ղազարյանի հարցազրույցի ժամանակ հայտնել եմ, թե քանի անգամ եմ ուզեցել հրաժարական տամ եւ արդեն 2024 թվականի նոյեմբերին նույն կապի միջոցով եղել է խնդրանք եւ ես հարգել եմ։ Նախագահի պաշտոնը այնպիսի պաշտոն է, որ հեչ պարտադիր չի վարչապետի բան անել, հա, ասել, որ պետք է պարզապես դիմումը գրել եւ հեռանալ։ Դուք ինչու եք դատական իշխանության ներկայացուցիչ լինելով, ընդ որում բարձր պաշտոնյա, գործադիր իշխանության ներկայացուցիչին տեղյակ պահում։ Նախ միայն գործադիր իշխանության ներկայացուցիչին չեմ տեղյակ պահել, տեղյակ եմ պահել նաեւ 4-րդ իշխանության ներկայացուցիչին, օրինակ Պետրոս Ղազարյանին, իմ ցանկությունների մասին, տեղյակ եմ պահել օրենսդիր իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների, հանդիպել եմ Հայաստան խմբակցության դաշինքի հետ, հանդիպել եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության հետ եւ բոլոր խմբակցությունների հետ քննարկումները եղել են ոչ թե իհարկե իմ հրաժարականի մասին, այլ են բարդությունների, խնդիրների մասին, որ ես եմ առաջին հերթին տեսել դատական իշխանությունում, անկեղծ ասեմ, ինչ որ մի պահի նաեւ հասունացել է այն համոզումը, որ ես չեմ կարող արդյունավետ շարունակել այն բարեփոխումները, որոնց մասին երազել եմ տարիներ շարունակ։ Այնքան շատ են այս ճեպազրույցի որ դատավորները պետք է վերդիկտ կայացնեն, օրինակ Փաշինյանի որոշման ցանկությամբ մեդիահաբերում նարեկ նույնիսկ ուրախանում եմ, որ այսպես ենթադրություններ ունեք, բայց ձեր ենթադրությունները սխալ են։ Պարոն Անդրեասյան, դուք հիմա զբաղեցնում եք այնպիսի մի պաշտոն, ձեր նախորդը հիմա դուրս եկավ եւ ըստ մամուլի հրապարակմամբ իրավական հայցերը, երբ որ Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ պետք է հետ վերցնի, այդ հանգամանքներ հիմքը։ Հիմա դուք օրինակ ինչով եք զբաղվելու, ձեր գործ ինչ է լինելու, եթե այդ հայցերը պետք է հետ կանչվեն, դուք էլ լուր հետևեք այդ ամեն ինչին, եթե համաձայնվել եք այս պաշտոնին։ Նախ ուզում եմ ձեզ տեղյակ պահեմ, որ ոչ իմ նախորդի, ոչ իմ օրոք որևէ հայց հետ չի վերցվել եւ նման քննարկում չկա, եւ եթե լինի նման քննարկում, ապա ձեզ հաստատ տեղյակ կպահենք, ես բոլոր դատական վեճերով ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը մեծ պատիվ է ինձ համար եւ միջպետական վեճերով Ադրբեջանի հետ եւ արբիտրաժային գործերով եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանում ես ներկայացնում եմ անխափան Հայաստանի շահերը եւ այդ շահերը պաշտպանում եմ այնպես, ինչպես պետք է մեր երկրին եւ որ ոչ դուք, ոչ ձեր երեխաները չհայտնվեն լրացուցիչ մեծ ֆինանսական վնասների կամ դույժերի տակ։ Բաքվում պահվող հայ ռազմագերիների։ Բայց նախաստորագրված պայմանագրում նման կետ կա, որ պետք է հայցերը հետ քաշել։ Այսինքն դուք հաշտ եք այդ մտքի հետ եւ Եղիշե Կիրակոսյանը եւ Դեմիրը եւ դուրս եկավ, դուք կարծում եք, որ այո, մենք պետք է ներկայացված հայցերն հետ քաշենք։ Ես ուսումնասիրել եմ ամբողջ փաթեթը, պարոն Կիրակոսյանը չի ստացել եւ նաեւ մեր գրասենյակը չի ստացել որևէ առաջարկ, որևէ հայցից հրաժարման եւ ես սա պաշտոնապես ասում եմ, եթե երբևէ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի կառավարությունը, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը, Սահմանադրական դատարանը կորոշի վավերացնել որևէ համաձայնագիր, որով կորոշի որևէ իրավական գործընթաց դադարեցնել, դուք այդ մասին ինձանից ավելի շուտ կծանոթվեք։ Դրանից հետո արդեն միասին մենք կհասկանանք, թե որը ինչ իրավական գործընթաց է պահանջում։ Ռազմագերիների հարցը ինչպես է լուծվելու։ Պարոն Անդրեասյան, դուք նշանակվեցիք այս պաշտոնում Լիպարիտ Դրմեյանի աղմկահարույց պաշտոնանկությունից հետո, երբ որ վարչապետը հայտարարեց, որ ես եմ կառավարության ղեկավարը ու որևէ մեկը իմ ասածին հակադիր ոչ մի բան չի կարող ասի։ Ես եմ կառավարությունը, հաներողություն։
որևէ մեկը չի կարող ինձ հակասող որևէ բան ասել, այսինքն ձայնի, կարծիքի իրավունք ընդհանրապես չունի։ Հիմա դուք այսպես կներեք էլի այդ բառը, որ օգտագործեմ կարող վիրավորականներին, բայց սա ինչ որ անողնաշար բան չի պահանջում, պաշտոնյաներ, ենթականեր չի պահանջում ձեր այդ պաշտոնի, թե ոչ մի բան դուք ծպուտ հանելու իրավունք փաստորեն չունեք։ Մենակ Փաշինյանն ինչ ասի, պիտի այդ անենք։ Բոլորը ձեր սխալ, ոչ կոռեկտ ձևակերպումներն էին, որոնց հետ բոլորի հետ ես անհամաձայն եմ։ Բնական գործընթաց է, երբ դու պաշտոն ես զբաղեցնում, ունես ղեկավար։ Վստահ եմ, որ ցանկացածս ներկաներից ունի ղեկավար, եթե իհարկե իր սեփական բիզնեսով չի զբաղվում։ Եվ ղեկավարի ասացի հետ եթե համաձայն չես, դա չի նշանակում, որ դու ծպտուն չես կարող անել։ Դու կարող ես անհամաձայնությունը արտահայտել սեփական դիմումով, հրաժարվելով այն աշխատանքից, որը չի բավարարում քեզ ու քո արժեքներին։ Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ ոչ մի իմ նախորդ աշխատանքում չի եղել մեկ օր, երբ ես անցկացրել եմ այդ աշխատանքում, լինելով անհամաձայն իմ արժեքների եւ սկզբունքների հետ եւ հետեւաբար եթե երբևէ ես այս պաշտոնից հեռանամ ոչ այլ նպատակներով այլ իմ սկզբունքների հետ հակասության պատճառով ձեզ այդ մասին կտեղեկացնեմ բայց կտեղեկացնեմ նաեւ իմ ղեկավարին։ Մի հատ սպասեք, էլի հարց ու շարունակություն տանք ժողովուրդ։ Արբիտրաժի որոշումը պարտադիր կատարման ենթակա էր, թե ոչ, որովհետև Դրմեյանը հեռացավ, համարելով դա պարտադիր կատարման ենթակա։ Պարոն Դրմեյանի ոչ մի հայտարարություն չեմ տեսել, բայց կարող եմ ձեզ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը կատարում է իր բոլոր միջազգային պարտավորությունները, բոլոր արբիտրաժային վեճերով եւ մենք հիմա որևէ այլ մանրամասն, որևէ արբիտրաժային վեճի ձեզ չեն կարող հայտնել, ոչ թե որտեղ ես դա չեմ ուզում թաքցնում եմ, այլ դա արգելված է արբիտրաժային կանոններով։ Այս հրապարակային քննարկումը ինքնին վնասում է Հայաստանի շահերին այն արբիտրաժային ատյաններում, որտեղ մենք պայքարում ենք մեր բոլորի շահերը պաշտպանելու համար։ Եվ ես ձեզ ուղղակի ուզում եմ եւս մեկ անգամ հավաստիացնեմ, որ Հայաստանը լիարժեք կատարում է իր բոլոր իրավական պարտավորությունները բոլոր արբիտրաժների եւ բոլոր ատյանների հետ կապված։ Մնացածը, երբ որ կլինեն արբիտրաժային վերջնական վճիռները, դուք կտեսնեք, թե Հայաստանը կատարել, թե չի կատարել իր պարտավորությունները։ Կատարման ենթակա չեն։ Հեցի եւ մնացած բոլոր գործերով Հայաստանը լիովին կատարում է իր միջազգային պարտավորությունները, այլ մանրամասներ այս պահին թույլ տվեք չասել, որովհետեւ ուղղակի արգելված է արբիտրաժի միջազգային կանոններով, արգելված է միջազգային կանոններով։ Բաքվում հայ ռազմագերիներն են խոշտանգվում։ Շատ լավ, գիտենք, տեղյակ ենք բոլոր որոշումներից եւ բոլոր որոշումները պատշաճ ընթացքի մեջ են եւ բոլոր որոշումներով արբիտրաժային ես կպատասխանեմ, երբ որ գործընկերները բավարարված լինեն այս հարցով։ Այսինքն դուք եք համաձայն Դրմեյանի հետ, որ պարտադիր պետք է կատարվի։ Նորից եմ ասում, այն ինչ կատարվում է եւ այն ինչ կատարվել է, եղել է լիարժեք արբիտրաժային կանոնների եւ բոլոր միջազգային մեր պարտավորությունների շրջանակներում։ Այլ մանրամասներ, թե ինչ է միջանկյալ որոշումը, ինչ է այն նախատեսում, ինչպես պետք է կատարվի եւ որքանով է կատարվել, այդ ամենը ներկայացվում է արբիտրաժային տրիբունալին եւ ոչ թե հայ կամ որևէ այլ հանրությանը, որովհետեւ մենք ունենք կիպրացի քաղաքացիներ, Կիպրոսի քաղաքացիներ, որոնք օրինակ հեծի գործով դիմել են, ոչ Կիպրոսի հանրությանն ենք մենք տեղյակ պահում, ոչ Հայաստանի հանրությանը, որովհետեւ դա արբիտրաժի հստակ օրենսդրական պահանջ է որևէ մանրամասներ չհոսեցնել հանրություններին, մինչև չլինի արբիտրաժային վերջնական որոշումը։ Ես նորից եմ ասում, ինչը որ որոշում է, կատարվում է եւ կատարումը իրականացվում է այն չափով, որքանով պատշաճ է, ճիշտ է արբիտրաժային կանոններով։ Լսում եմ ձեզ Նարեկ ջան։ Դուք նոր եք աշխատանքի անցել, այդ հարցին ստիպում եմ պատասխանել։ Ես հաճույքով պատրաստ եմ։ Եթե կարելի է նաև Ես վախ չունեմ որևէ աշխատանքից ազատվելու, ունեցել եմ բազմաթիվ աշխատանքներ, որոնցից հաճույքով եւ ոչ այնքան հաճույքով հրաժարվել եմ։ Եվ իմ չպատասխանելը ոչ թե ինչ-որ վախերի հետ է կապված, այլ ընդհանրապես հարգանք է արբիտրաժի օրենքների եւ կանոնների հանդեպ։ Եվ մի բան էլ, եթե ի վերջո անկախ ձեր քաղաքական կամ այլ նախասիրություններից, եթե մենք բոլորս մտահոգ ենք, որ Հայաստանը չհայտնվի մեծ տուգանքների, մեծ գումարների, մեծ պատիժների, սանկցիաների տակ, խնդրում եմ չխոչընդոտել իմ այն աշխատանքը, որը միտված է պաշտպանել բոլորիս
բոլորիս երեխաների գումարները ապագա բոլոր հնարավորություններից։ Խոչընդոտումը, ես վերջացնեմ։ Ես ասում եմ, խոչընդոտումը այն է, որ հիմա մեր շահերը ներկայացնող իրավաբանին, իրավախորհրդատուին դուք ստիպում եք պատասխանել մի հարցի, որի հենց պատասխանելը կարող է վտանգել մեր հետագա պետության հաղթանակը այս կամ այն ատյանում։ Ղեկավարը ինչի է շտապում ու գնահատականներ տալիս այդ դեպքում։ Ես նույնիսկ կհրաժարվեմ պետության ղեկավարի, իմ ղեկավարի տվյալ դեպքում մեկնաբանել իր հայտարարությունները, որովհետև իմ որպես ներկայացուցիչի խոսքը արբիտրաժային գործընթացներում մեկ հնարավորություն կարող է ստեղծել, քաղաքական գործիչների խոսքը այլ հնարավորություն։ Եվ նաև ուզում եմ հատուկ շեշտել, որ իմ բոլոր գործընկերներին եւ ընդդիմադիր եւ իշխանական խորհուրդ եմ տալիս հետևել արբիտրաժի կանոններին, զերծ մնալ արբիտրաժային գործերով որևէ մեկնաբանություններից, որպեսզի դա հետագայում չվնասի Հայաստանի շահերին։ Եվ Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր կան այնտեղ խոշտանգումների վերաբերյալ ինչ է արվում այդ ուղղությամբ։ Հայաստանը մինչև նույնիսկ ինձ, իմ նախորդները, իմ գործընկերները հսկայածավալ աշխատանք են արել, ներկայացրել են միջազգային ատյաններում բոլոր բողոքները, դիմումները, ես նույնիսկ ավելացնելու բան չեմ կարողացել, որովհետև այնպիսի որակյալ աշխատանք է կատարված եղել մինչև մեզ պաշտոնում հայտնվելը, որ ուղղակի մենք պետք է սպասենք արդեն այլ գործընթացների։ Մեր ներկայացուցիչի գրասել, օրինակ դատական ատյանների որոշումներին համապատասխան, էլի միջազգային ատյանների, նաև պետք է սպասենք արդեն խաղաղության գործընթացի զարգացումներին, դիվանագիտական են մեծ աշխատանքին, որ այսօր կատարում են մեր մի շարք կառույցներ, արտաքին գործերի նախարարությունը, մի շարք հատուկ ծառայություններ եւ այլն։ Թույլ տվեք այս հարցով որևէ այլ բան չմեկնաբանեմ, որովհետեւ մնացած ընթացիկ բանակցությունները իրենց տիրույթում են։ Իմ տիրույթում է միայն հետևել, որ մեր միջազգային վեճերը, որոնցով մենք բարձրացրել են գերիների այդ ցավոտ հարցը եւ անհետ կորածների հարցը, ի վերջո ստանա դատական ճիշտ արձագանք։ Օգոստոսի 8-ին ստորագրվել է նախաստորագրվել է խաղաղության պայմանագիրը, կետերից մեկն էլ այն է, որ կողմերը հետ են քաշում, հետ են վերցնում հայցերը միջազգային։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, արդյոք սա խնդրահարույց չէ եւ որպես մարդու իրավունքների նախկին պաշտպան դուք այստեղ չեք տեսնում, որ պետք է այս թեմայով միջև վերջ գնալ։ Շատ լավ հարցադրում է, բայց այստեղ ես խնդրահարույց տեսնելու հարց չունեմ։ Ես ամենօրյա ռեժիմով աշխատում եմ, որպեսզի այն վեճերը, որոնք մենք ունենք միջազգային ատյաններում, իրենք լիարժեք այնտեղ ներկայացվի Հայաստանի շահը։ Մենք չունենք որևէ հրահանգ, որևէ հրաման, որևէ որոշում կառավարության ազգային ժողովի, որ պետք է գեթ մեկ քայլ զիջման գնանք մեր իրավական գործընթացներում։ Նորից եմ ասում, եթե լինի այլ որոշում ազգային ժողովի, կառավարության, սահմանադրական դատարանի կողմից, մենք կենթարկվենք պետության որոշումների։ Հաշտեք, որ նման որոշման, նման քննարկում կա, որ հետ քաղաքական որոշում կա, պարոն Անդրեասյան, դա ձեզ չի կաշկանդելու։ Ուրեմն լավ էր, որ քաղաքական բառը օգտագործեցիք։ Մարդու միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչի մասին օրենք կա, եւ այդ հատուկ այդ օրենքում նշված է, որ ես իրավունք չունեմ զբաղվել քաղաքականությամբ եւ պետք է քաղաքականապես չեզոք լինեմ։ Շատ լավ ասեցիք, սա քաղաքական հարց է, խնդրում եմ հարց ուղղեք քաղաքական գործիչներին։ Ինձ հարցնում եք որևէ գործով մենք հետ քաշել ենք որևէ մեր գործողություն իրավական քայլ, ոչ։ Հաշտ եմ ես ապագայում պետության որոշումների, մարդու իրավունքների որպես պաշտպան, մարդ, իրավաբան, հայր, չգիտեմ, որդի, քաղաքացի, ես հաշտ եմ այն ամենի հետ, ինչը իշահ կլինի մեր Հայաստանի Հանրապետության եւ մեր մարդկանց։ Որոշելու են քաղաքական ուժերը եւ ինձանից շատ ավելի բարձր կառույցներ, ինչպիսին է օրինակ ազգային ժողովը, ինչպիսին է սահմանադրական դատարանը։ Նրանք են որոշելու։ Կոնկրետ, պարոն Անդրեասյան, եթե ազգային ժողովը նման որոշում կայացնի քաղաքական, ինչպես դուք այդ որոշումը կատարելի եք, անկախ նրանից դուք որպես քաղաքացի, որպես իրավաբան ինչ կարծիք ունեք կամ հասկացա, եթե որոշում կայացվի, որը որ ես պարտավոր եմ կատարել ըստ օրենքի եւ ըստ իմ խղճի եւ ըստ բարոյական բոլոր հնարավորությունների, որովհետեւ դու եթե պաշտոն ես զբաղեցնում եւ այդ պաշտոնի համար հստակ գրված է, որ քո գործողությունը որևէ միջազգային ատյանում որոշում է վերադաս մարմինը, օրինակ ազգային ժողովը կամ կառավարությունը, դու կանես ապօրինություն, եթե չկատարես, բայց երբ որ ես կկարդամ որոշում, որ իմ խղճի հետ
որովհետև եթե իմ խղճի այդ համահունչ չի լինի, դուք կտեսնեք իմ հերթական դիմումը։ Առանց սկանդալի եւ առանց Միգուցե սկանդալով կհեռանամ այդ անգամ։ Եթե լինի այնպիսի մի բան, որ ես կարիք ունենամ, անհանգստանամ իմ պետության շահերի համար, իհարկե կհեռանամ սկանդալով։ Կա Նիկոլ Փաշինյանի լուսանկարը ձեր այս նոր աշխատասենյակում։ 2022 թվականից նախարարի իմ պաշտոնից հետո, քանի որ անընդհատ զբաղեցրել եմ ապա քաղաքական եւ կառավարությունից մի դեպքում լրիվ անկախ պաշտոն, իսկ այս դեպքում ապա քաղաքական պաշտոն, աշխատում եմ հեռու լինել սահմանադրությունից եւ միջազգային իրավական նորմերից։ Դրանք հնարավոր լինում փոխարինում են Նիկոլ Փաշինյանին։ Տիկին Ջեբեջյանին ու հետո նորից ահազանգ երհնչեցրել, որ OSI մեդիայի հետաքննությանն էր, հղում արել, ըստ որի Արևմտյան Ադրբեջան կազմակերպությունը ուղիղ վերահսկողության տակ է նախագահի աշխատակազմից, վերահսկվում է աշխատակազմից, անգամ պրես ռիլիզները այնտեղ են գրում, իսկ ըստ այդ հայեցակարգի արդեն մշակված ադրբեջանցիներ են գալու Հայաստան, այնտեղ անդամատոմսեր են բաժանել, ասենք անձնագրեր, որտեղ բնորանը նշված է Ճամբարակ, Այրում, Ալավերդիում, այսինքն մարդիկ, որոնք համարում են իրենց բնորանն է այդ տեղերը։ Ու դրան հետևելու է այն, որ եթե 2026 թվականին, ասենք ՔՊ-ն իշխանության եկավ, ադրբեջանցիները գալու են Հայաստան, պահանջեն արժանապատիվ կյանք, դրան հետևելու են նաև զինված ուժերի տեղակայում, առաքելություններ զինված ուժերի, որի հետ կապված իրենք կարող են պահանջներ դնել արդեն խելքից դուրս, եռաբլուրը փակել եւ այլն եւ այլն։ Այս վտանգների հետ կապված ինչ տեղեկություններ դուք ունեք ու արևմտյան Ադրբեջան կազմակերպության հետ կապված մտահոգություններ չունեք։ Ձեր բոլոր այդ բարձրացված հարցերի աղբյուրը ինձ համար ճիշտն ասած արժանահավատ չէ, որովհետև այդ բոլորը այնպիսի վախեր են, որոնց հետ կապված ի պաշտոնը ես նախ որևէ անելիք չունեմ, որ մտահոգվեմ եւ ավելի լուրջ վերաբերվեմ, իսկ որպես քաղաքացի, որպես մարդ, կներեք վերջին առնվազն 10 տարում, եթե ոչ ավելի կարճ ժամանակահատվածում, այնքան սարսափելի սցենարներ ենք լսել, որոնք չեն իրականացել, որ ամեն անգամ նորից նստել եւ ողբալ ի սկզբանե մի իրադարձություն, որը ընդհանրապես խոսույթի կամ ընդհանրապես քաղաքական շահարկումների մակարդակում է, ես նորից կրկնեմ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Հակառակ դեպքում այս քաղաքական շահարկումների կողքը մի քանի այնպիսի համեղ քաղաքական այսպիսի հայտարարություններ կանեի, որ մի 10 վերնագիր կունենայիք, բայց քանի որ չեմ կարող մտնել այս քաղաքական խաղի ու բանավեճի մեջ, թույլ տվեք նման այսպես օթային ինչ-որ սարսափների ու վախերը չմեկնաբանել։ Բայց Ադրբեջանի քաղաքականությունը հաշվի առնելով հայտարարել, որ արևմտյան Ադրբեջան կազմակերպության ներքո պետք է ապահովենք ադրբեջանցիների մեծ վերադարձի ծրագիրը։ Այդ ոնց է լինում, որ օդի մեջ, այսինքն Ալիևը օդի մեջ է ասում, մենք եկեք ամեն մեկը մեկնաբանի իր կալիբրի գործչին։ Ես երկրի ղեկավարը չեմ, որ մեկնաբանեմ այլ երկրների ղեկավարների հայտարարությունները։ Եթե միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Ադրբեջանի կամ որևէ երկրի որևէ բան կհայտարարի, ես հաճույքով կմեկնաբանեմ։ Սա իմ տիրույթում չէ։ Բայց ես չեմ հավատում բոլոր այն սարսափելի զարգացումներին, որոնք դուք նկարագրեցիք։ Հայտարարություն չեմ բացառում, ասեցի չեմ հավատում։ Չեմ հավատում։ Իմ հավատքն է, իմ առանձին անձնական հավատն է։ Սարսափազդու էր, շատ սարսափազդու էր, չէի հավատում նույնպես, լինում է, որ ես չեմ հավատում, բայց սխալվում եմ իմ չհավատալու կամ հավատալու մեջ։ Միևնույն ժամանակ, որպես մարդ, եթե դուք շարունակեք ինձ ահաբեկել ես վատ խոսույթով, տխուր հայտարարություններով, ես կգնամ տուն եւ շատ ծանր կտանեմ դա, բայց որպես պաշտոնյա ես որևէ այլ բան չունեմ ձեզ ասելու։ Դուք հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք։ Միանշանակ։ Եվ ինչպես եք վերաբերում եկեղեցու շուրջ տեղ ունեցող զարգացումներին։ Ես ամեն Կիրակի գնում եմ իմ շատ սիրելի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցի, այլ տեղեկություն իմ անձնական, կրոնական հավատքի հետ կապված, ես պատշաճ չեմ համարում այս բանին քննարկել։ Թույլ տվեք, քանի որ հիմա կրոնական հարցերն են քաղաքականացվել, թույլ տվեք զերծ մնալ նման մեկնաբանություններից չլինելով քաղաքական պաշտոնյա եւ օրենքով արգելված ինձ զբաղվել քաղաքականությամբ, թույլ տվեք չզբաղվեմ քաղաքականությամբ նաեւ կրոնական հարցերով։ Առաքելական եկեղեցու հետևորդ ձեզ երբևէ թույլ կտա կարգալու
նորից քահանայի պատարագը։ Իմ կրոնական ապրումների եւ հավատքի մասին թույլ տվեք չպատասխանել։ Ես մեկ այլ հարց տամ, Նիկոլ Փաշինյանը հիմա ինչ անում է, արդյոք իր լիազորությունները գերազանցելու, անցնելու գնով չի անում, եկեղեցու կաթողիկոսի հետ կապված սահմանները հատելով։ Ես վարչապետի լիազորությունների անցման, չանցման հետ կապված մեկնաբանողը չեմ, ես միջազգային իրավական վեճի չի հասել իր որևէ գործողություն, որպեսզի ես կարողանամ ասեմ, իսկ միջազգային իրավունքի տեսանկյունից, նաև իմ համեստ գիտելիքներից իրավական, այսօր որևէ խախտում ես կառավարության կողմից չեմ տեսնում։ Տեղադրելը հրապարակելը արդյոք խախտում չի։ Դուք ինչ եք ուզում ասեք, որ դա կառավարությունն է հրապարակել։ Չէ, ես չասեցի կառավարություն։ Բա ում մասին եք խոսում։ Իհարկե խախտում է։ Իհարկե խախտում է ցանկացած մարդու մասնավոր կյանքի միջամտություն, բայց դուք հիմա ինձ արդեն սկսեցիք հարցազրույցը, ճեպազրույցը վերածել իրավաբան մարդու զրույցի։ Ես կարծում եմ դուք ին պաշտոն եք ինձ հրավիրել հարցերի պատասխանը։ Միջազգային իրավունքի Բայց ոչ այստեղ պատասխանել։ Միջազգային իրավունքի տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կաթողիկոսի հետ կապված արդյոք մարդու իրավունքների խախտում են թե ոչ։ Նորից միջազգային իրավունքի տեսանկյունից ես չեմ ստացել որևէ վեճ, բողոք, խնդիր, որի մասով կարող եմ ձեզ իրազեկել։ Միջազգային որևէ այս պահին վեճ, խնդիր, նույնիսկ միեդի որևէ դիմում չկա, որով ես կարող եմ ձեզ մեկնաբանություն անել։ Շնորհակալություն։ Չկա, բայց բացակայություն իրավիճակ չի։ Ինձ թվում է դուք պարոն վարչապետի լուսանկարով ավելի շատ եք հիմա ոգեշնչված եւ շարունակում եք վերջին 3 տարին ինձ անվերջանալի հարցնել վարչապետի լուսանկարի մասին, ինչպես նախարար եմ եղել առաջին իսկ օրը Նարեկ Կիրակոսյանը ինձ հարցրել է վարչապետի լուսանկարից։ Ես խնդրում եմ ովքեր որ հետևում են եւ կարող են պարոն Կիրակոսյանին ուզում ենք նվիրել վարչապետի լուսանկարը, որ այդ ոգեշնչման թեման ձեզ մոտ անցնի։ Ես չեմ մանիպուլացնում, ես ձեզ խնդրում եմ երկու խոսափողով մի թափարեք այդպես ագրեսիվ, ես ձեզ միայն խնդրում եմ, որպեսզի եթե հնարավոր է այդ լուսանկարի թեմայով, որով դուք այսպես մտասևեռված եք վերջին 4 տարում, պարոն Կիրակոսյան, խնդրում եմ մի լուսանկար ինձնից վերցրեք, մի լուսանկար տարբեր պաշտոնյաներից եւ վերջապես փակեք ձեր լուսանկարային մտասևեռումը։